Բարև ձեզ։ Աֆրիկացի աբորիգենները համարում են, որ լուսանկարիչը մարդու պատկերելիս տանում է նրա ոգին։ Մեր այսօրվա հաղորդման հերոս հայտնի չեխ լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանը ընդհակառակը իր ոգին է դնում յուրաքանչյուր լուսանկարի մեջ։ Գարիկ Ավանեսյան, լուսանկարիչ, ֆոտոարվեստի միջազգային դաշնության մագիստրոս, ֆոտոարվեստի չեխական միության նախագահ, ֆոտոյի ասպարեզում մի շարք հեղինակավոր միջազգային մրցանակների դափնեկիր, ծնվել է Բաքվում, ապրել է Արցախում, Ղազախստանում, Ռուսաստանում, այժմ ապրում ու ստեղծագործում է Չեխիայում։ Գարիկ, դուք բազմաթիվ երկրներում եք ապրել, բայց որքան գիտեմ, արմատներով արցախցի եք։ Հա, մայրիկս Բերտաձորից է։ Բաքվում երբ ընտանիքը հաստատվեց։ Մայրիկս 40-41 թե 40 այն ժամանակին, հայրիկս էլ երևի 51 այսպես։ Ինչ կրթություն դուք ստացաք Բաքվում։ Այսքան ժամանակ չեմ խոսում, մի քիչ մոռանում եմ հայկական։ Եթե հարմար է ռուսերենի անցնենք, Սրեդնի Բաքու։ Բաքվում միջնակարգ կրթություն եմ ստացել։ Հետո երբ արդեն Ղազախստան տեղափոխվեցի, ընդունվեցի համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը։ 4 տարի սովորեցի, բայց երբ Գորբաչովյան պերեստրոյկան սկսվեց, թողեցի ուսումը ու սկսեցի բիզնեսով զբաղվել։ Երբ լուսանկարչությունը դարձավ ձեզ համար մասնագիտություն։ Дело в том, что я Բանն այն է, որ երբ փոքր էի, ծովային ռոմանտիզմով տարված երազում էի նավաստի դառնալ։ Այդ երազանքս կատարվեց։ Դպրոցը ավարտելուց հետո ես որպես մեխանիկ աշխատում էի հածանավերի ու տանկերների վրա։ Ծովը իմ տարերքն էր։ Սակայն երբ ամեն օր ծովում ես, սկսում ես նկատել, որ ռոմանտիկան նվազում է, իսկ հանգիստ կյանքով ապրելու ցանկությունը ավելանում։ Թողեցի այդ գործն ու վերադարձա տուն, Բաքու։ Սկսեցի շրջել քաղաքի ֆոտոատելյեներով, օգնականի ծառայություններ առաջարկելով։ Այդպես ի վերջո դարձա լուսանկարիչ։ Ամեն բան նկարում էի՝ դիմանկարներ, ռեպորտաժ, բնանկար, հարսանիք։ Բաքվում հայի համար շատ դժվար էր աշխատելը, աշխատանքի չէին վերցնում միայն մի պատճառով՝ ես հայ եմ։ Երբ խորհրդային Ադրբեջան ամսագրի խմբագիրը իմ լուսանկարները տեսավ, ապշեց։ Ասեց, որ ինձ գործի է ընդունում։ Մի ֆորմալ հարց էր մնում լուծել։ Համաձայնեցնել իմ նշանակումը վերադարձ կուսակցական մարմինների հետ։ Եկավ ադրբեջանցի հայտնի գրող Նաբի Հազրին, ով Կենտկոմում պատասխանատու էր այդ ամսագրի հրատարակման համար, եւ ասեց. լավ լուսանկարիչ է, բայց նրա ազգանունը դուրս չի գալիս։ Մեզ հայեր պետք չեն։ Դա արդեն 1987 թվականն էր։ Ամիսներ անց Սումգայիթը եղավ։ Գիտեմ, որ 1987 թվականին շարժումը սկսվելու նախօրեին դուք լուսանկարների մեջ շարք էիք արել Արցախում։ Да, кстати говоря, այո, իդեպ կարելի է ասել միակ լուսանկարիչն եմ, ով Արցախում պրոֆեսիոնալ լուսանկարներ է արել շարժումից առաջ։ Իմ ֆոտոխցիկը արձանագրել է կոնկրետ փաստեր, որոնք կարող են այժմ լուռ վկայություն տալ այն մասին, թե ինչ է կատարվել այնտեղ 88-ից առաջ, թե ինչպես են ապրել հայերն ու ադրբեջանցիները։ Իսկ հետո պատերազմի ավարտից տարիներ անց դուք չէիք փորձել կրկին գտնել ձեր արած լուսանկարների հերոսների։ Как раз 20 лет, то есть я когда уехал, само собой. Միշտ երազել եմ 20 տարի անց վերադառնալ Արցախ, գտնել լուսանկարներից հերոսներին ու կրկին պատկերել նրանց, ուշադրություն դարձնելով տեղի ունեցած փոփոխություններին։ Այդպես էլ արեցի։ Շատերին իհարկե չգտա, քանի որ զոհվել էին պատերազմում։ Իսկ ով որ ողջ էր, գրեթե չէր փոխվել։ Նույն մարդիկ էին, նույն ոգին, նույն պայմանները, նույն կենցաղը։ Ինչպես հայտնվեցիք Չեխիայում։ После Казахстана Ղազախստանում ես սկսեցի զգալ, որ իմ բիզնեսի համար սահմանները նեղ են։ Ես լուրջ գործեր էի անում այնտեղ։ Բավականին մեծ հանրախանութ ունեի ու շինարարական կազմակերպություն։ Ես տեղափոխվեցի Մոսկվա, ուր շատ ավելի խոշոր գործեր կարող էի անել։ Այնտեղ սկսեցի մետաղի մեծածախ վաճառքով զբաղվել։ Սեփական մեծ պահեստներ ունեի։ Այդ ոլորտում ես այդ ժամանակվա խոշորագույն վաճառականներից մեկն էի։ Մի անգամ լիազ ավտոբուսներն արտադրող խոշոր ավտոձեռնարկությունը ինձ կենցաղային լեզվով ասած գցեց։ Այսինքն չվճարեց իմ առաքած մի քանի հազար տոննա պողպատի համար։ Ես հասկացա, որ եթե շարունակեմ պահանջներս առաջ քաշել, կարող է ավելի վատ լինել ինձ համար։
Այդ ժամանակ էլ որոշեցի լքել Ռուսաստանը ու տեղափոխվեցի Չեխիա, ուր հարկադրված էի ամեն ինչ զրոյից սկսել, քանի որ այլևս փող չունեի։ Իսկ Պրահայում ինչից սկսեցիք։ Ну, я приехал, само собой, если я там металлы делал. Դե քանի որ ես մետաղ վաճառելու գործում որոշակի փորձ ունեի, այստեղ էլ սկզբում փորձեցի դրանով զբաղվել։ Բայց էմիգրանտի համար այստեղ լուրջ բիզնես անելը հեշտ չէ։ Երևի Աստված պարտադրեց, որ ես այդ ամենը թողնեմ ու սկսեմ զբաղվել այն գործով, որը ինձ ոչ թե փող, այլ հաճույք ու բավարարվածություն է պարգևում։ Ես որոշեցի, որ լուսանկարչությունը պետք է լինի իմ մասնագիտությունը։ Լուսանկարում էի ինքս ու նաև օգնում էի ուրիշներին, ով կիսում էր իմ նախասիրությունները։ Իմ կյանքում բեկումնային դարձավ լուսանկարչությանը նվիրված ամսագիր ստեղծելու գաղափարը։ Ինքս էի փող ներդրել, ինքս էլ խմբագրում էի։ 2002-ին Գարիկ Ավանեսյանը Պրահայում հիմնադրել է Ֆոտոարտ ամսագիրը, որը ֆոտոարվեստին նվիրված լավագույն մասնագիտացված պարբերականներից մեկն է համարվում ողջ Եվրոպայում։ 150 էջանոց այս հանդեսը հրատարակվում է 3 լեզուներով՝ չեխերեն, անգլերեն ու գերմաներեն, եւ տարածվում է աշխարհով մեկ։ Տպաքանակը 17000-ի էր հասել։ Լրագրողական եւ հրատարակչական գործունեությանը զուգահեռ Ավանեսյանը շարունակում է նաեւ լուսանկարել։ Նա մասնակցել է 31 երկրում կայացած ավելի քան 300 միջազգային ցուցահանդեսների։ Ֆոտոարվեստի մասին մի շարք գրքերի եւ ալբոմների հեղինակ է։ Զբաղվում է նաեւ ֆոտոյի ասպարեզում պրոֆեսիոնալ խորհրդատվությամբ։ Սկսնակ լուսանկարիչների համար վարպետաց դասեր կազմակերպելով։ Նյու ոճում մասնագիտացող լուսանկարիչների միջազգային ամառային ճամբարի կազմակերպիչն է։ Ֆոտոարտ ամսագիրը շահութաբեր նախագիծ է, թե այժմ էլ սուբսիդավորում եք։ Каждый, кто издает журнал, Բոլորը, ովքեր ամսագիր են հրատարակում, գիտեն, որ այդպիսի գործը շահութաբեր լինել չի կարող։ Մի օր ես նստեցի ու հաշվեցի, թե ինչքան փող եմ ծախսել այդ ամսագիրը հրատարակելու համար։ Պարզվեց 18 միլիոն կրոն։ Այդ գումարով Պրահայի կենտրոնում ես կարող էի 3 հատ շքեղ տուն գնել։ Գերմանիայում ինձ առաջարկում էին առանձին մի ամսագիր հրատարակել գերմաներեն։ Իսկ Չինաստանում ասացին՝ թող Չեխիան, արի մեզ մոտ Չինաստան, չինարեն հրատարակեր այդ ամսագիրը, կօգնենք։ Երաշխավորում ենք, որ 5 միլիոն օրինակ կվաճառվի, ու դու հարուստ մարդ կլինես։ Լուսանկարչական արվեստի հեղինակավոր վարպետներից շատերն են ասում, որ ֆոտոարտից լավ մասնագիտացված ամսագիր երբևէ աշխարհում չի եղել։ Իսկ ինչպես չեխական ֆոտոհանդրությունը ձեզ ընդունեց։ не только в других странах. Ինչպես երևի բոլոր երկրներում Չեխիայում էլ լուսանկարիչների շրջանում կան կլաններ, որոնք չգիտես ինչու միմյանց դեմ են պայքարում։ Իմ բախտը բերեց, քանի որ ես այդ կլաններից ոչ մեկին չէի պատկանում։ Բոլորի համար ես ի սկզբանե ընդունելի մարդ էի, քանի որ իմ մասին դատում էին գնահատելով միայն իմ պրոֆեսիոնալ արժեքները։ Դուք ղեկավարում եք Չեխիայի ֆոտոարվեստի դաշնությունը, երբ է այն հիմնադրվել եւ ինչ է իրենից ներկայացնում։ Это всечешская организация. Դա Չեխիայում գործող միակ ընկերակցությունն է, որը միավորում է եւ պրոֆեսիոնալ լուսանկարիչներին եւ սիրողներին։ 2005-ին ենք ստեղծել։ Այժմ արդեն ավելի քան 500 անդամ ունենք։ Մեր նպատակն է աջակցել Չեխիայում ֆոտոարվեստի զարգացմանը։ Փորձում ենք լավագույնս ներկայացնել չեխական ֆոտոարվեստը։ Միակ չեխական կազմակերպությունն ենք, որն անդամակցում է ֆոտոարվեստի միջազգային դաշնությանը, FIAP-ին։ Որքան գիտեմ, դուք նաև բացառիկ այն լուսանկարիչներից մեկն եք, ով FIAP-ի նաև մասնավոր անդամի կարգավիճակ ունի։ Ինձ վերջերս շնորհվեց ֆոտոարվեստի միջազգային դաշնության մագիստրոսի կոչում։ Ես Չեխիայի միակ լուսանկարիչն եմ, ով ունի այդ տիտղոսը։ Դա մեծ պատիվ է իմ համար։ Գարիկ, ես նկատել եմ ձեր անձնական նախասիրությունները։ Դուք գերադասում եք մարդկանց նկարել։ Ձեզ հետաքրքիր չէ բնությունը, քաղաքը։ Фотография это как бы творческая жизнь. Ես ոչ միայն նկարահանում եմ մարդկանց։ Ես հետո նաև նրանց գտնում եմ եւ լուսանկարները իրենց եմ նվիրում։ Ինձ շատ է հետաքրքրում մարդկանց վերաբերմունքը իմ արածին, նրանց արձագանքը։ Ես դա սիրով եմ անում։ Ինձ հաճախ են ասում, թե ես խենթ եմ։ Տասնյակ կամ անգամ հարյուրավոր կիլոմետրեր մեքենայով գնում եմ, որ նվիրեմ լուսանկարն այն մարդուն, որին ժամանակին նկարահանել եմ։ Երբ ինչ-որ երկրում լուսանկարներ եմ անում, բոլորի անունները, հասցեները մանրամասն գրում եմ, որ երբ հաջորդ անգամ նորից այդ երկիրը գամ, նրանց լուսանկարները իրենց փոխանցեմ։
Իմ կողմից դա մի փոքրիկ ներդրում է բարի տրամադրություն ստեղծելու համար։ Ես սիրում եմ մարդկանց հաճույք պարգևել։ Բացի այդ, դա ինչ-որ չափով նաև պարտք է։ Չէ՞ որ այդ մարդկանց շնորհիվ ես փառք եմ ձեռք բերում։ Եթե ինչ-որ մի ծերունու լուսանկարը միջազգային մրցույթում ինձ մրցանակ է բերում, ապա ես պարտք եմ այդ ծերունուն։ Եվ եթե ոչ փողով, ապա ինչ-որ այլ կերպ ես պետք է դրսևորեմ իմ վերաբերմունքը նրա նկատմամբ։ Ես նկատել եմ, որ ձեր լավագույն նկարները հայկական եւ արցախյան շարքերն են միավորում։ Դրանք շատ են։ Արդեն 6 տարի է, ինչ ամեն ամառ Հայաստան եւ Արցախ եմ գնում լուսանկարելու համար։ Ճիշտ որ ասեմ, թեև ինքս արցախցի եմ, Հայաստանում աշխատելը ինձ ավելի հետաքրքիր է։ Արցախում մարդիկ մի քիչ փոխվել են, ավելի կոշտ են դարձել։ Երևի պատերազմն է այդպես փոխել։ Իսկ Հայաստանի ցանկացած գյուղում այնպիսի հոգատարություն, ջերմություն ու հյուրընկալություն եմ զգում, որ բառերով ասելու չէ։ Իհարկե խոսքը զբոսաշրջիկների կողմից սիրված Գառնիի ու Գեղարդի մասին չէ, ուր առանց փողի քեզ բարևել չեն տա։ Երբ արտասահմանցի հյուրեր եմ Հայաստան բերում, ձգտում եմ այդ տեսարժան վայրերից նրանց հեռու պահել, որ չհիասթափվեն։ Ես Հայաստանում տասնյակ հազարավոր լուսանկարներ եմ արել, ու միևնույն է, կրկին ուզում եմ Հայաստան վերադառնալ, քանի որ նկարելու բան կա այնտեղ։ Ցուցահանդեսներում մրցանակների արժանացած իմ լուսանկարների մեծ մասը հենց Հայաստանում ու Արցախում արած աշխատանքներն են։ Հայի աչքերը նկարահանելը այնքան հետաքրքիր է։ Գիտեմ, որ դուք լուսանկարների հետաքրքիր մի շարք ունեք։ Հայերի եք նկարահանում տարբեր երկրներում։ Այո, որ երկրում էլ որ լինեմ, այնտեղ հայերի եմ փնտրում ու լուսանկարում եմ։ Արդյունքում մի շարք ստացվեց։ Դրանք միավորեցի ու ցուցահանդեսների ձևով ներկայացրի հանդիսատեսին մի շարք երկրներում։ Ինձ հետաքրքիր է հայի խառնվածքը։ Ինձ թվում է, ես կարողացա իմ այդ շարքով ցույց տալ, թե ովքեր են հայերը ու ինչպիսին են նրանք։ Գարիկ, մեզ պարտադրված քարոզչական պատերազմում ձեր արած լուսանկարները կարող են յուրահատուկ գործիք լինել։ Չէ՞ որ դուք Արցախի մասին ճշմարտությունն եք արձանագրում եւ ներկայացնում եք այն ցուցահանդեսներում։ Դուք գիտակցում եք, որ ձեր արածի մեջ քարոզչության տար կա։ Ոչ իհարկե։ Համաձայն եմ, իրականությունը արձանագրած լուսանկարը ժամանակի ընթացքում դառնում է այն փաստաթուղթը, որը կարող է քաղաքական գործոն լինել։ Սակայն քարոզչություն բառը ինձ վախեցնում է։ Այդ բառը ես օգտագործում եմ այն դեպքերում, երբ արհեստական ինչ-որ առասպել եմ ստեղծում փաստերը աղավաղելու կամ իրականությունը թաքցնելու նպատակով։ Իսկ ես ներկայացնում եմ այն, ինչ տեսնում եմ։ Իմ ֆոտոխցիկը իրականությունն է արձանագրում։ Միթե չեք փորձում ձեր արած լուսանկարների միջոցով ձեր հայացքները պարտադրել ունկնդրին։ Հնարավոր չէ այլ կերպ։ Իհարկե ուզում եմ, բայց դա քարոզչություն չէ։ Անկասկած ես միշտ սուբյեկտիվ եմ, ձգտում եմ փոխանցել իմ հույզերը, մտածմունքները, հայացքները։ Նույնը նկարիչն է անում իր ներկապնակով։ Մի բան եմ շատ հստակ գիտակցում։ Արցախում արած իմ լուսանկարները բոլորի կողմից ընկալվում են որպես իմ սուբյեկտիվ հայացք, քանի որ ես հայ եմ։ Այդ պատճառով ես որոշեցի, որ մրցույթներում Արցախը սեփական լուսանկարներով ներկայացնելը բավական չէ։ Ես սկսեցի տարբեր երկրներում ապրող լուսանկարիչների Արցախ տանել։ Օտարազգի լուսանկարիչները, որոնց ես Արցախ եմ տանում, անկողմնակալ են։ Սակայն քանի որ նրանք պրոֆեսիոնալ են, անպայման նկատում են այն, ինչը ես եմ տեսնում։ Ցուցահանդեսում նրանց ներկայացրած հայացքը օտարի համար շատ ավելի համոզիչ է։ Մի քանի տասնյակ եվրոպացի լուսանկարիչներ, այդ թվում անվանի, իմ նախաձեռնությամբ եղել են Արցախում ու աշխարհին ներկայացրել են իրենց տեսածը։ Այդ այցելությունների արդյունքը դարձավ իմ պատրաստած գիրքը, որ կոչվում է Արցախ հինավուրց երկիր։ Այդ հետաքրքիր գրքում 25 լուսանկարիչներ ներկայացնում են իրենց արած նկարները եւ Արցախի մասին իրենց տպավորությունները։ Գարիկ Ավանեսյանին տեղին կլիներ Արցախի ոչ պաշտոնական դեսպանը անվանել։ Նա տարիներ շարունակ իր հայրենիքին նվիրված ցուցահանդեսներ է անցկացնում, կազմակերպում է եվրոպացի գործընկերների այցելությունները Լեռնային Ղարաբաղ։ Նրա շնորհիվ Արցախ է այցելել ընդհանուր առմամբ 52 օտարերկրյա լուսանկարիչ, որոնք պատմության համար արձանագրել են երիտասարդ պետության խաղաղ կյանքն ու կենցաղը։ 2009-ին Պրահայի տուրիստական կենտրոնում կազմակերպված Հինավուրց երկիր Արցախ ցուցահանդեսը դիվանագիտական սկանդալի պատճառ դարձավ։
Ավանեսյանը ներկայացրել էր Ղարաբաղ այցելած չեխ, սլովակ, ավստրիացի եւ գերմանացի 25 լուսանկարիչների աշխատանքների հավաքածուն։ Թեև ոչ մի քարոզչություն լուսանկարներում չկար, ադրբեջանական դեսպանությունը հանդես եկավ բողոքով, իսկ Պրահայում սովորող ադրբեջանցի ուսանողները բողոքի ցույց էին կազմակերպել։ Չնայած այդ ամենին, ցուցահանդեսը անցավ մեծ հաջողությամբ, ինչից հետո այն ներկայացվեց նաև Ավստրիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում։ Ես նաև նկատել եմ, որ դուք անտարբեր չեք կանանց գեղեցիկ մերկ մարմնի նկատմամբ, թե բոլոր լուսանկարիչները անտարբեր չեն։ Дело в том, что 2004 թվականին ես որոշել էի Չեխիայում լուսանկարիչների միջազգային համաժողով կազմակերպել։ Լուրջ միջոցառում էր։ Սակայն նման միջոցառումներ բազմիցս են կազմակերպվում տարբեր տեղերում։ Անհրաժեշտ էր գործընկերներիս ինչ-որ մի գայթակղիչ առաջարկ անել, որ բոլորը ուշադրություն դարձնեն ու գան։ Այդ ժամանակ էլ որոշեցի, որ բացի ասել խոսելուց ու փորձի փոխանակումից, կազմակերպիչները նաև մերկ մոդելներ լուսանկարելու հնարավորություն կապահովեն մասնակիցների համար։ Այդպես էլ արեցինք։ Ցերեկը խոսում էինք ու միմյանց լուսանկարներն էինք քննարկում, իսկ երեկոյան լուսանկարում էինք մի քանի տասնյակ մերկ մոդելների, որոնց ես հատուկ այդ նպատակով էի վարձել։ Գործընկերներից դուր եկավ։ Որոշեցի այդպիսի արտագնա հավաքները ավանդական դարձնել։ Բոլորը սպասում են, թե հաջորդը երբ է լինելու։ Ես ինքս նյու ոճում շատ եմ սիրում աշխատել։ Դեռ պատանեկան տարիքից եմ մերկ մարմին նկարել։ Հատուկ վարպետաց դաս եմ տվել, թե ինչպես է պետք մերկ մարմին լուսանկարել։ Անգամ Թուրքիայում եմ այդպիսի դասընթաց անցկացրել։ Դե երբ այդքան շատ ես մերկ մարմին տեսնում, այն արդեն էրոտիկ զգացմունքներ չի առաջացնում։ Այն ինձ համար առաջին հերթին էսթետիկ նշանակություն ունի։ Ես մեծարում եմ կնոջ գեղեցկությունը։ Միթե կարող է լինել ավելի գեղեցիկ բան, քան լավ կազմված ունեցող մերկ կինը։ Եվ այժմ էլ շարունակում եք մերկ աղջիկներով այդ ամառային արտագնյա սեմինարները։ Իհարկե, ամեն ամառ անց եմ կացնում։ Ես մի գիրք եմ հրատարակել, որը միավորեց առաջին 6 այդպիսի սեմինարների արդյունքում արված նյու ոճի լուսանկարները։ Այն 4 լեզվով է վերահրատարակվել։ Պահանջարկը տարեց տարի աճում է։ Հուլիս ամսվա ընթացքում ընտրում եմ մի շաբաթ։ Գեղատեսիլ մի վայրում մոթել եմ վարձակալում կամ հյուրանոց ու տարբեր երկրներից այնտեղ եմ հրավիրում նյու ոճում աշխատող լուսանկարիչների։ Ես ապահովում եմ խորհրդատվություն, փորձի փոխանակում, բնակվելու հարմարավետ պայմաններ եւ ինչը իհարկե ամենակարևորն է 20-30 գեղեցիկ աղջիկների, որոնք պատրաստ են մերկ լուսանկարվել եւ լիովին լինել լուսանկարիչների տրամադրության տակ։ Դե իհարկե խոսքը միայն ստեղծագործական գործընթացի մասին է, այլ ոչ թե այն բանի մասին, ինչ որ դուք այժմ մտածեցիք։ Աղջիկներին ես ինքս եմ ընտրում մոդելային գործակալություններում։ Դուք տարբեր երկրներում պրոֆեսիոնալ վարպետաց դասեր եք տալիս սկսնակ լուսանկարիչների համար։ Հայաստանում էլ եք տվել։ Հայաստանում ես վարպետաց դաս եմ կազմակերպում օտարերկրյա լուսանկարիչների համար։ Դա լավ հնարավորություն է նրանց Հայաստան բերելու եւ մեր երկիրը իրենց միջոցով աշխարհին ներկայացնելու համար։ Եվ որ երկրներում եք այդպիսի դասընթացներ կազմակերպել։ Մաստер-класс я делал Հիմնականում Չեխիայում, Իտալիայում եւ Թուրքիայում եմ կազմակերպում։ Իդեպ Ստամբուլում թուրք ազգայնականները մի սադրանք էին կազմակերպել, իմանալով, որ ես հայ եմ։ Թուրք լուսանկարիչներին սովորեցնում էի մերկ մարմին նկարել։ Որպեսզի ավելի գեղեցիկ լինի, ասել էի, որ մոդելը ձեռքին մի կարմիր լաթ ծածանի։ Ազգայնականները իմացան դրա մասին ու ոստիկանություն կանչեցին, հայտարարելով, թե հայը պղծում է թուրքական դրոշը։ Ընկերներս ինձ հազիվ կարողացան փախցնել, բայց լավ բաներ են եղել Թուրքիայում։ Այնտեղի կենտրոնական թերթերից մեկը Հայաթը իմ մասին շատ դրական հոդված էր տպագրել։ Ստամբուլում բազմիցս եղել եք, իսկ առիթ ունեցել եք մեծն Արա Գյուլերի հետ ծանոթանալու։ Конечно, Արա Գյուլեր Իհարկե, ես սովորել եմ Արա Գյուլերի ստեղծագործություններով։ Նա աշխարհի լավագույն լուսանկարիչներից մեկն է։ Այժմ կենթանի լուսանկարիչներից ամենահայտնին է։ Ես երազում էի ծանոթանալ նրա հետ։ Կարողացա երազանքս կատարել։ Նրա տանն եմ եղել։ Շատ հյուրընկալ մարդ է։ Երկար զրուցել ենք։ Նրա դիմանկարներն եմ արել։ Ինչով եք բացատրում, որ մեծ լուսանկարիչների շարքում այդքան շատ են հայերը։ Այստեղ է եւ Արա Գյուլերը, եւ Յուսուֆ Քարշը, եւ Աբդուլլահյան եղբայրները։ Разве только фотографов? Միթե միայն լուսանկարիչներին է դա վերաբերում։ Արվեստի ցանկացած ասպարեզում են հայերը իրենց փայլուն դրսևորել։ Մեր հարստությունն է դա։
Գարիկ, этот ряд Արա Գյուլեր, Յուսուֆ Քարշ։ Դե ինչ ինձ մնում է միայն մաղթել, որ իմ թվարկած շարքում Արա Գյուլերի, Յուսուֆ Քարշի, Աբդուլլահյան եղբայրների անունների կողքին տարիներ անց հիշատակվի նաև ձեր անունը։ Շնորհակալ եմ։ Вам спасибо.